ես ոչ մի կազմակերպություն չեմ ներկայացնում, ՀՀ քաղաքացի եմ, հայ մարդ։ Այստեղ կառավարության դիմաց ակցիայի նպատակը որն է, ինչի համար եք այստեղ հավաքվել եւ խնկի վարման արարողություն եք իրականացնում։ Տեսեք, սա բնական ռեակցիա է այն ամեն ինչին, ինչ որ տեղի ունենում։ Երբ որ դու տեսնում ես չարիք, երբ որ տեսնում ես սխալ արար, բնական ազդակ է, երբ որ դու հակազդում ես դրան, դրա համար միայն այս չի նպատակը, ընդհանրապես ցանկացած իրավիճակում, երբ որ ես ցանկացած արձագանքում եմ Նիկոլի իրականացրած ապօրինություններին, դրանց միակ նպատակը մեր երկրի այս կործանվող ընթացքը կանգնեցնելն է։ Մենք արդեն եզրագծին ենք, որից այն կողմ չգիտեմ ինչ է տեղի ունենալու։ Այժմ Նիկոլը հարվածում է մեր հիմնական առանցքին, միշտ էր հարվածում, հիմա շատ ավելի ակնհայտ ձևով հայ առաքելական եկեղեցում, եւ ում պատասխանատվությունն է կանգնել եւ դրա դեմ ընդվզել, եթե ոչի, երբ որ կպնում են ամենանվիրականին իմ հավատին։ Իսկ ո՞նց եք վերաբերվում այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը լինելով երկրի վարչապետ, իր սոցիալական ցանցի պաշտոնական կայքում հայոյախառն արտահայտություններ է հնչեցնում եւ դրանք ոչ ապացույց ունեն, ոչ փաստական տվյալ են հրապարակում, որ հասկանանք որտեղից։ Տեսեք, դրան վերաբերել դա աբսուրդ է։ Այդ օրը, երբ որ ես նախ Նիկոլ Դավաճանից սպասում եմ ամեն ինչ, իր արարքները ցույց են տալիս, որ ցանկացած տեսակ ապօրինություն, ցանկացած տեսակ չարիք եւ նսեմ արարք այդ մարդուց սпасելի է։ Դրա համար զարմանալի չէ, բայց չնայած նրան, որ մենք այսքան չարիք ենք տեսել իրենից, միևնույն է ամեն անգամ զարմանում ենք։ Առաջի արձագանքը, երբ որ ես տեսել եմ, ես հուզումս չէի կարողանում պահել։ Եվ առաջինը բացի հուզմունքը նաեւ զայրույթն է, երբ որ ես նայում եմ ու տեսնում եմ, որ մենք շարունակում ենք մեր կյանքի ընթացքը, ոչինչ չի փոխվել։ Գնում ենք գործի, գալիս ենք տուն, կարծես թե ոչ մի բան չի եղել, երբ որ արդեն աբսուրդ է ամբողջ իրավիճակը։ Նույնիսկ աբսուրդը ոչ միայն մեզ համար, այլ նաև միջազգային հանրությունում։ Երբ որ դրսից նայում են այս իրավիճակին, ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, սա ինչ պարադոքս է։ Սա պատմության անհայտ ֆենոմեն է, ոնց կարող է երկրի վարչապետը այսքան իր ազգի դեմ գործել եւ բոլորի համար սա ընդունելի չէ բնականաբար, բայց միևնույնն է բոլորը կարողանան սրա հետ ապրել։ Համակերպել եւ լռել։ Համակերպել, չգիտեմ, ես սա համակերպվածություն չեմ համարում։ Հոգեբանության մեջ այդպիսի տերմին կա սովորեցած անօգնականություն, ինձ թվում է մարդիկ դրա մեջ են, կարծում են, որ անզոր են սրա դեմ, բայց ինչի մասն է խոսքը, ընդամենը մի փոքրիկ Դավաճանի մասին, որին շատ ավելի հեշտ է այս ամբողջը։ Իսկ Մայրաթորը մինչ այժմ որևէ հայտարարությամբ հանդես չի եկել, որևէ պատասխաններ չի պահանջել, սակայն անհատապես սրբազաններ, թեմերի առաջնորդներ հայտարարություններ են արել, որոնք դատապարտել են Նիկոլ Փաշինյանին, սակայն լուր է դեռ Մայրաթորը։ Ըստ ձեզ որքանով է կարևոր հիմա Մայրաթորի խոսքը ու ինչ պետք է ասի։ Բնականաբար, որպես մեր ազգի հոգևոր գաղափարական առաջնորդներ, ես շատ սպասում եմ արձագանքին, բայց դրանից նախ եւ առաջ պետք է հիշել։ Մենք երբ որ խոսքը գնում է եկեղեցու մասին, առաջինը մեր պատասխանատվությունն է ոտքի կանգնելու եւ թույլ չտալու անհարիր վերաբերմունք եկեղեցու մասին։ Դրա համար դրանից նախ առաջ ես մտածում եմ, ես ինքս ինչ եմ անում այս սրբափոխության դեմ։